Հայաստանի հասարակության 35%-ի, իսկ դա բավական մեծ թիվ է, 35%-ի թիվ մեկ խնդիրը Հայաստան պետության հետ կապված կրթական համակարգի ցածրորակ լինելն է։ Եվ այստեղ է, որ մենք որպես ազգային անվտանգության ռազմավարություն տանում ենք տվել ամեն ինչ, եւ միջնաժամկետ եւ երկարաժամկետ առումով։ Երկրորդը 28%-ով սրանք իրական վիճակագրական սոցիոլոգիական տվյալներ են, 28%-ով ենթակառուցվածքների բացակայությունն է, այդ թվում նորանոր տեխնոլոգիաների կամ նորարար տեխնոլոգիաների չկիրառման խնդիրը։ Անհատական անվտանգության խնդիրը ընդհանրապես հուզում է հայաստանցիների տեսեք 21%-ին, այսինքն յուրաքանչյուր 5-ից 1-ին է հետաքրքրում։ Արցախի հարցը եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության հարցը 6-րդ տեղում է։ Սրանք տվյալներ են ընկերներ, որոնց հետ մենք պետք է հաշվի նստենք։ Եվ առանց գիտական, ռացիոնալ տվյալների ճշգրիտ ուսումնասիրման մենք իրավունք ունենք եզրակացումներ անելու։ Ես մեծ երախտիքի խոսք եմ ուզում ասել Արցախի հարցով մեր միջազգային հանձնաժողովին, Արմենիայից սկսած մինչև Գառնիկ, մինչև Կասկադ եւ մնացած բոլոր ընկերները, ականջներ կանչի Վարդան Օսկանյանի, որի հետ որպես Ջենեսիս Արմենիա ուղեղային կենտրոն եւ Հայաստան ներելու պարբերաբար հավաքվում ենք եւ քննարկում Արցախ հավաքական վերադարձի ռազմավարությունը։ Իդեպ ասեմ ձեզ, Սփյուռքի իմ շատ սիրելի ընկերներ, Հայաստանում վերջին 1 տարվա ընթացքում ընդամենը 4-5 կազմակերպություն կա, որ չի վախենում Արցախ բառը արտաբերել։ Կա ընդամենը 1 կուսակցություն, Հայ-Աբովական դաշնակցությունը, կան ևս 1.5 այլ քաղաքական միավորներ, որոնք կիսախուտ բերանով արտաբերում են Արցախ բառը, եւ կա 2-3 կազմակերպություն, որոնցից մեկը Ջենեսիս Արմենիան, որոնք բացահայտ խոսում են եւ ասում են, որ Արցախ անունը տալը շան տխություն չէ, հազար ներողություն։ Մենք այսօր լրջագույն խնդիրներ ենք, ես շատ ուշադրությամբ, համակ ուշադրությամբ երեք հետևեցի հայաստանյան մեր գործընկերների ինչ որտեղ առարկայական եւ արդարացի օգտմանը։ Ընկերներ, մենք պետություն կորցնելու չենք։ Եվ սա ես ասում եմ որպես քաղաքագետ, որպես մասնագետ, որ վերջին 28 տարվա ընթացքում քաղաքական գործընթացների կիզակետում է Հայաստանում, եւ մենք ողնաշարով զգում ենք այդ կորուստը, մոտալուտ կորուստը։ Մենք իրապես չենք պատկերացնում գուցե Հայաստանը այսօր ինչ խնդրի առաջ է։ Տեսեք, մենք վերադարձի մասին ենք խոսում, ներողություն եմ խնդրում ընդհանրապես ևս 2 րոպե ձեզնից խլելու։ Մենք այստեղ հղացկային կամ կոնցեպտուալ հակասություններ չեմ ուզում ստեղծել, բայց վերադարձի իրավունք, կատեգորիալ հասկացություն եւ հավաքական վերադարձ հասկացությունը մենք պիտի կարողանանք միջինացված այնպիսի լեզվով եւ լեզվամտածողությամբ խոսել, որպեսզի աշխարհի համար հասկանալի լինի։ Վերադարձի իրավունքը ենթադրում է անհատական իրավունքների պաշտպանություն, որոնք քիչ թե շատ կարող են միջազգային կոնվենցիաներով երաշխավորված լինել։ Հավաքական վերադարձի իրավունքը, որը մենք խորքային առումով ուսումնասիրել ենք եւ ռազմավարական պլաններ ներկայացին շատ բան մասին չենք խոսում եւ պետք է չխոսել։ Բայց հերվում է հիմնականում Մարտի անվտանգության խորհրդի 194-րդ բանաձևի, հետո 256-րդ բանաձևի դրույթների վրա, հետո 97 թվականի 1098 բանաձևի, որոնք վերաբերում են Վրաստանի եւ Աբխազիային, պարզապես չեմ ուզում խորհրդալ։ Հայաստանյան քաղաքական դաշտի 90%-ը քվե մուրալու համար վախենում է այդ բառերը ասել։ Որովհետեւ Հայաստանի իշխանությունը այնպիսի մթնոլորտ է ստեղծել բռնաճնշումների, որ ով ազգային հարցերի մասին խոսի, միանգամից իրեն մեղադրում է, որ պատերազմ է հայտարարել Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ, իսկ մենք ազգային մտածողություն ունեցող մարդիկ, ներողություն ժամանակակից կոստյում հագած մարդս, որպես նշեցու ծոր, նշանակում է, որ այս տրեխտերս պիտի հագնեմ, Մարութասարից պիտի իջնեմ նոր ներքև։ Մեզ անհրաժեշտ է Արցախի հարցի մասին ենք խոսում պարզապես։ Նոր Բալֆորի խոստում։ Բալֆորի խոստում, որով
մենք կկարողանանք երկու կարևորագույն գաղափար իրար միացնել։ Ազգային հիշողության պահպանումը և զարգացումը։ Եթե մենք կարողանանք ազգային հիշողության պահպանման և զարգացման ռազմավարություն մշակել, որի մեջ Արցախ հավաքական վերադարձի խնդրից սկսած մինչև հայոց լեզվի որպես ազգային ինքնության գերակայություն պահպանումը կդառնա հռչակագրային, մենք ունենանք այն բաղձալի ճանապարհը, որով մենք պիտի գնանք։ Իսկ այս ամբողջը ուզում եմ ապել մեկ կարևոր փաստաթղթի է։ 1990 թվականի օգոստոսի 23-ի փաստաթուղթը մեզ որպես սփյուռք, որպես հայություն իրավազոր է, թե չէ։ Հունիսի 7-ին այդ խնդիրն է քննարկվել։ Անկախության հռչակագրի փաստաթուղթը հիմք է հանդիսանում Հայաստանի երրորդ հանրապետության պահպանության, թե մենք թվակողում ենք վիլայետացման նոր շրջան։ Դրանից հետո, եթե մենք խոսենք այդ բոլոր հարցերի մասին, ես ձեզ կհամաձայնեմ, բայց հավատացում եմ ձեզ, հունիսի 7-ին վճռվելու է Հայաստանի երրորդ հանրապետությունը ունի պահապաններ, թե չունի։ Սփյուռքը Հայաստանի երրորդ հանրապետության, որի ստեղծման հիմքերում է եղել, իր ստեղծածի պահապանն է, թե մենք արդեն կամաց-կամաց հարմարվում ենք այն նոր իրողությանը, որը կոչվում է Հայաստան, չգիտեմ, չորրորդ կիսապետական ինչ-որ հյուրիմացություն, դա պետություն էլ չի լինել։ Արցախի մեր գործընկերները, նաև դիվանագիտական աշխատանքում ներգրավվածները կհավաստեն ասածս, թե Ադրբեջանը ինչ տրանսֆորմացիա կատարեց, soft power, փափուկ ուժի ինչպես է օգտագործում։ 2014-15 թվականին ես հիշում եմ, թե այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք կազմակերպությունը ինչ փոխակերպման մեջ մտավ։